Ամերիկայի տնտեսական արտաքին առևտրային սայլն բացասական է եւ $1 տրիլիոն ավելի։ 1 տրիլիոն 1 տրիլիոն դոլար։ Մոտավորապես 4.3 տրիլիոն դոլար ինքը իմպորտ անում, 3.1 տրիլիոն դոլար մոտավորապես էքսպորտ անում Ամերիկան։ Մոտավորապես մի Իսպանիա մինուս է այդում, էլի։ Մոտավորապես հələ ավելի շատ։ Այո, ես Իսպանիայի հնայից չեմ։ Հա, խայտարակություն։ Ոնց որ կարանք հասկանանք Ամերիկային Տրամպիզմի բաները, այս վայրերումները։ Չէ, հասկանալի է, խնդիրները ռեալ կան, դա հորինովի սիտուացիա չի, խնդիրները կան ընդհանրապես շուտվանից։ Ուղղակի կարելի ասել այնքան է ուշացել այդ խնդիրներն լուծում, որ հիմա այսպես խիրուրգային մեթոդներով է լուծում, որը շատ արդեն ցավալի հետևանքներ ունի։ Եվ ցավալի կարալին ամբողջ աշխարհի համար, որտեղ ամբողջ համաշխարհային էկոնոմիկան ցնցումներ կարող ապրի դա հետևանքով, այսինքն այդպես կուտակված խնդիրները միանգամից ռիսկի մեկ ցայտով փորձել լուծելը դա մեծ ցնցումների կբերի իհարկե, բայց էլի հետաձգելն էլ անհնար է։ Իհարկե կարելի է այստեղ վիճաբանել դե մեթոդաբանությունը, մեթոդիկան ոնց կարելի է անել, ինչը որից հետո դա ուրիշ խնդիր է, բայց տվյալ պարագայում մենք գնահատում ենք, բացատրում ենք, թե ինչ է անում Տրամպը։ Տրամպը Իլոն Մասկին։ Եվ երկրորդը իրենք ուզում են պետական բյուջեի ծախսերներ քչացնել։ Պետական բյուջեի ծախսերը ունի երկու հիմնական ուղղություն։ Դա մեկը ներքին պետական կառավարման համակարգի վրայի ծախսերն է, պետական կառավարման։ Երկրորդը դա պետական պարտատոմսերի սպասարկման ծախսերն է։ Պետական պարտատոմսերի միայն սպասարկման ծախսերը 1 տրիլիոնից արդեն անցել է։ Էլի Իսպանիայի Եթե հաշվում ենք ամերիկյան բյուջեն մոտ 5 տրիլիոն ծախսային մաս, 1 տրիլիոն ահռելի գումար է։ Այսինքն ծախսային մասով 1 տրիլիոն, բայց եկամտային մասով դա ստացվում է 30%-ը բյուջեի։ Այսինքն իր հավաքած եկամուտներից բյուջեն 30%-ը ծախսում է պարտքերի տոկոսները փակելու համար։ Դες ահռելի 36.5 տրիլիոն դոլար պարտք ունի։ Տարբեր ժամկետներով բարդված։ Նշում է USA Treasuries 20 տարեկան, 30 տարեկան, կան կարճաժամկետ 3 տարեկան, կան մի տարեկան, տարբեր ժամկետային պարտատոմսեր եւ վեքսելներ կան։ Վեքսելները մուրհակներն են։ Մուրհակներ։ Դա կազնաչեսկի գանձապահական մուրհակներ։ Այդ ամբողջը ահռելի համակարգ է։ Իհարկե դա ունի իր առավելությունը համաշխարհային շուկայի համար, որ ազատ կապիտալները միշտ ունեն հնարավորություն իրենց գումարները ներդնել այդ պարտատոմսերի մեջ, որովհետև սպեկուլյատիվ, այսպես ասած, աշխարհական կապիտալը ամբողջ աշխարհում շատ մեծ է։ Այսօր նույնիսկ աշխարհական կապիտալի մասշտաբները գերազանցում է ամբողջ երկրների տնտեսությունը իրար հետ գումարած։ Նույնիսկ կարող է, եթե ճիշտ հաշվենք, կարող է կրկնակի գերազանցի։ Ուզում եմ ասի, որ ինչքան արտադրում են պետություն